Բարի օր հարգելի հետևորդներ, թարմ նորություններով եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայոց բանակը 34 տարեկան է, ինչպես ձևավորվեց անկախ պետականության երաշխիքը հանդիսացող մեր բանակը։ Կարգալույծ է հռչակվել Փաշինյանին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որն է պատճառը։ Նոր զարգացում ռուս-ուկրաինական բանակցություններում, Թրամփը դրական դինամիկա է տեսնում։ Թրամփի հայացքը ուղղվել է Գրենլանդիայի կողմը, ինչ է կղզին թաքցնում սառույցի տակ, որ գրավում է աշխարհի ուշադրությունը։ Այսօր հունվարի 28-ին հայոց բանակը նշում է իր կազմավորման 34-րդ տարեդարձը։ Տարիների ընթացքում հայկական բանակը անցել է դժվարին, բայց փառահեղ ճանապարհ, դառնալով մեր անկախության, անկախ պետականության հիմնական երաշխիքը։ Նրա ձևավորման և զարգացման ամբողջ պատմությունը ներկայացնում է Գառնի Մութաֆյանը։ Երազիմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Քարքարոտ երկիր Երազիմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Անկախ պետություն, սոցիալական, հոգեբանական խնդիրներ ու պայքար հանուն հայրենիքի, ինքնության ու պետականության, կամ հանձնվել ու թշնամու ձեռքի տակ ապրել, կամ պայքարել, ապավինելով բացառապես մեր ուժերին։ Հայկական բանակը կազմավորվեց հենց այս պայմաններում, դառնալով անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռմխելիության երաշխավորը։ Հայկական զինված ուժերը կազմավորվեց 1992-ից 1994 թվականներին, այն ժամանակ, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը կռվում էր Ադրբեջանի դեմ։ 1992-ի հունվարի 28-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որի ենթակայության տակ մտան երկրում եղած ուժային կառույցներից որոշ ստորաբաժանումներ, մասնավորապես ներքին գործերի նախարարության բարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը։ Նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներից հազարավոր հայ սպաներ եկան ազգային բանակի շարքերը լրացնելու։ Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը։ Բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով։ Առաջին փուլը տևել է 1988 թվականի փետրվարից 1992 թվականի մայիս։ Այս ժամանակաշրջանում Արցախի շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմանում Հայաստանի և Արցախի համար ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։ Երկրորդ փուլը տևել է 1992-ի հունիսից 1994-ի մայիս, երրորդ փուլը 1994-ի հունիսից այսօր։ 1990 թվականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեց 5 վաշտ։
1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության պետական կոմիտե։ 1992 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ զինվորական երթման առաջին հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 20-ին ստեղծվեց հատուկ գունդը, որը հատուկ ստորաբաժանումների հետ դարձավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջնեկը եւ ապագա կանոնավոր բանակի կորիզը։ Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին Հայաստանի եւ Արցախի գրեթե բոլոր ռազմաճակատներում։ Հաջորդիվ կանոնավոր ջոկատներից կանոնավոր բանակ ստանալու փուլներ։ Դեռևս 1990 թվականին Հայաստանի տարբեր հատվածներում ձևավորվել էին մի քանի կամավորական ջոկատներ, որոնք մարտական հերթապահություն էին կազմակերպում սահմանամերձ գյուղերում։ Նրանք հիմնականում տեղացիներ էին, որոնք հերթապահություն էին անում իրենց բնակավայրերի մատույցներում, սակայն այլ ջոկատներ էլ կային, որոնք կազմավորվել էին Երևանում, Գյումրիում, այլ քաղաքներում։ Հայկական աշխարհազորայիններն առաջին անգամ թշնամու հետ բախվեցին 1990 թվականի հունվարին Երաստղավանում եւ Կիրանցում։ Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությամբ սկսվեց ինքնապաշտպանական ու կամավորական ջոկատների կազմավորումը։ Որսորդական հրացանների կողքին հայտնվում էին մարտական զենքեր։ Հայաստանի խոշոր գործարանների մեխանիկական արտադրամասերում կիսագաղտնի ընթանում էր ինքնաշեն զենքերի արտադրությունը, սակայն կամավորականները, որոնք փայլուն կատարել էին իրենց առջև դրված խնդիրը, որոշ ժամանակ անց արդեն սահուն պետք է իրենց տեղը զիջեին կանոնավոր զորամիավորումներին։ Հայկական զինված ուժերը կազմավորման պահից մինչև այսօր շարունակում է գործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ եւ քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի գործակցությունը նույնպես տարեցտարի ընդլայնվում է։ Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է։ Այդ նպատակով ստեղծվել են ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը։ Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումն արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում։ Արցախի առաջին ապրիլի քառօրյա եւ 44-օրյա 34-ամյա հայոց բանակը ձևավորվել եւ կոփվել է անցնելով դժվար ճանապարհ, միաժամանակ կռվելով տեխնիկապես ավելի պատրաստված բանակների դեմ։ Հայ զինվորը չի հանձնվել, կռվել է մինչև վերջ ու հաղթել է։ Ես ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում եմ, անձնվիրաբար ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ, երդվում եմ։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Վաղ առավոտից քաղաքացիներն ու քաղաքական գործիչները այցելում են Եռաբլուր։ Մեր նկարանող խումբը նույնպես զինվորական պանթեոնում է։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը բանակի օրվան նվիրված շնորհավորական ուղերձում անդրադարձել է վերջին տարիներին իրականացրած բարեփոխումներին, խոսել վճարների մասին։ Նա ընդգծել է, որ սպաների եւ շարքային զինծառայողների վարձատրությունները զգալիորեն բարձրացել են, որպես պրոֆեսիոնալիզմը եւ ծառայողական մոտիվացիան ամրապնդող քայլ։ Մեր բանակն անցել է ձևավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։ Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ են կարել մեր բանակում։ Առաջինը կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդཐུպ կրկնապատկել կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում
կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։ Մեր բանակում կան 700,000 դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1.5, 2 միլիոն դրամը։ Սա կարևոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։ Ի տարբերություն վարչապետի, ամենայն հայոց կաթողիկոսը ընդգծել է մեր բանակի ուժն ու կարևորությունը, նշել, որ հայոց բանակը մեր պետականության ամուր հենասյունն է, որը պաշտպանում է մեր երկրի խաղաղությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակն իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության եւ ազատության համար անվեհեր պայքարով։ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է, կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի եւ անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի սանձազերծած Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկներն անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակի օրվա շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել զինվորների նվիրումն ու հերոսությունը։ Շեշտում է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է վերականգնել բանակի ուժն ու ոգին։ Ցավով արձանագրում ենք անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Քաղաքական ղեկավարության իր սխալները բանակի վրա բարթելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար։ Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև եւ արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր եւ մարտունակ բանակն է, եւ մենք բացառություն չենք կարող լինել։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել վիճակը, վերականգնել բանակի ուժը եւ ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն։ Փառք հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ որևէ պետություն գոյություն չի ունենա առանց բանակի։ Սարգսյանը հիշեցրել է, որ հայկական բանակը հզոր է եղել միշտ, քանի որ առաջնորդվել է ազգային պատվով եւ հերոսական ոգով, եւ թշնամին միշտ սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից։ Ցանկացած ազգ եւ պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելիության առաջին գրավականը բանակն է։ Չկա բանակ, չկա եւ չի լինելու պետություն։ Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը։ Պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը։ Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի անկախ տարատեսակ ընկալումներից։ Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգովարի, պատիվ եւ ազգային արժանապատվություն ունեցողները։ Թշնամին տեսել է հայոց բանակի հաղթական ոգին, տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ։ Բանակի վրա այսօր քարնետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ, դուք չգիտեք իրական հայկական բանակը։ Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը եւ գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին։ Մայրաթոռը հայտնել է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ընդառաջելով Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկին կարգալույծ է հռչակել Մասյացյոտն թեմի նախկին առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Պատճառը այն է, որ նա վիճարկել է իր պաշտոնից ազատման եւ մայրավանք վերադառնալու մասին կաթողիկոսի որոշումը։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ադրբեջանական տարածքով տեղափոխել հեղուկ գազ եւ բիտում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ նոր երթուղին հայ գործարարներին կտա լրացուցիչ հնարավորություններ բեռնափոխադրումների եւ տնտեսության զարգացման համար։ Մինչ Պապոյանը խոսում է նոր ներկրումների մասին, ընդգծելով նոր հնարավորությունները, 2025 թվականի արտահանման տվյալները հակառակ պատկերն են ցույց տալիս։ Պարզվում է 2025-ին Հայաստանից արտահանման ծավալները նվազել են ավելի քան 40%-ով, առևտրաշրջանառությունը 33.2%-ով։ Ինչպես է սա ազդում քաղաքացիների կյանքի վրա, Անի Աբաղյանի ռեպորտաժում։
Հայաստանից արտահանման ծավալները 2025-ին նվազել է 40.6%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համար։ Նվազել է նաև առևտրաշրջանառությունը 33.2%-ով։ Ինչու, որոնք են պատճառները եւ ինչ ազդեցություն է ունենում դա։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 3 պատճառ է առանձնացնում։ Առաջինը աղքատությունն է։ Երբ աղքատությունը բարձր է երկրում, բնականաբար նրանք չեն կարող նույն ծավալներով օգտագործել այն ապրանքները եւ ծառայությունները, որոնք սովորաբար անհրաժեշտ են հատկապես գոյատևման համար։ Եվ սա առաջի հիմնական պատճառն է։ Այսինքն, երբ քաղաքացին աղքատ է եւ չի կարող գնել, տնտեսությունն էլ չի կարող վաճառել։ Արդյունքում նվազում է թե արտահանումը, թե ամբողջ առևտրաշրջանառությունը։ Այս իրավիճակը հանգեցնում է քաղաքացիների արտագաղթին, այսինքն նվազում է գնորդների թիվը։ Դրան զուգահեռ գնաճ է լինում։ Որոշ ապրանքներ անգամ երկնիշ թվով են աճել գները, եւ սա չի կարող իր անդրադարձը չունենա սպառման ծավալների վրա։ Ես նշեցի ընդամենը 3 գործոն, բայց դրանց թիվը ավելին կարող է լինել։ Տնտեսական այս ցուցանիշի պատճառ են նաև արտաքին գործոնները, կարծում է տնտեսագետ Աղասիթ Հավադյանը։ Մեր տնտեսական աճի զգալի հատվածը ապահովում է դրսից եկած ալիքներով, այսինքն դրսից փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մտնում է բանկային համակարգը ապահովում է աճ, բանկային համակարգը այդ ինչ-որ միտեղ պիտի այդ փողը ներդնի, որպեսզի շահույթ ստանա։ Հայաստանի Հանրապետության ներդրման հիմնական տեղը շինարարությունն է։ Նա հիշեցնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսական ցուցանիշները ժամանակավորապես աճել էին, սակայն հետագայում գրանցվել է կտրուկ անկում։ Ըստ վիճակագրական տվյալների, նվազել է նաև արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 7.2%-ով, մինչդեռ դեպի Եվրամիություն երկրներ արտահանումն աճել է 7.6%-ով։ Սա պայմանավորված է արդյոք Հայաստանի տնտեսական զարգացման վեկտորի փոփոխությամբ։ Եվ ունի եւ չունի։ Պետք է նայել, թե ուր ինչ է գնում Հայաստանից Եվրամիություն։ Եվրամիություն հիմնականում Հայաստանից ներկրում է բունկ եւ դրա տատանումները մշտապես եղել են։ Երբեք Հայաստանի պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ չի ունեցել Եվրամիությունում։ Եվ Եվրամիությունը ինքը այսօր բավական լուրջ տնտեսական մարտահրավերներ է դիմագրավում, այնպես որ այն ինչ որ տեղի անվանում Հայաստանից արտահանում է այնտեղ կամ Եվրամիությունից ներմուծում հայկական ապրանքների բնականաբար պետք է կրճատվեն։ Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունները շարունակում են մնալ Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Չինաստանը։ Ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին շուրջ 2.7 միլիարդ դոլար, թեև ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 9%-ով։ Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, մոտ 1.7 միլիարդ դոլարի արտահանում, սակայն այստեղ անկումն առավել կտրուկ է, ավելի քան 66%։ Երրորդ խոշոր ուղղությունը Չինաստանն է, որտեղ արտահանման ծավալները նվազել են 38%-ով, կազմելով շուրջ 648 միլիոն դոլար։ Ցուցանիշների նվազումը խորացնելու է աղքատությունը, արտագաղթն ու գնաճը, նշում են զրուցակիցներս։ Տնտեսագետ Աղասիթ Հավադյանի խոսքով Հայաստանն իր տնտեսական աճը կապել է Երևանի հետ, ծանրաբեռնելով քաղաքը շինարարությամբ։ Նա առաջարկում է ուշադրությունը տեղափոխել մարզեր, զարգացնել արտադրությունը մայրաքաղաքից դուրս, ինչը կարող է ապահովել ավելի կայուն եւ հավասարակշռված տնտեսական աճ։ Անյա Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է միջազգային դիվանագիտության առաջնագծում լինել, ուշադրությունը սևեռելով աշխարհի ամենազգայուն կետերին։ Թրամփը հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի անցումային շրջանի զարգացումները, անվտանգության ու կայունության ամրապնդման քայլերը, նաև տարածաշրջանային ու միջազգային գործակցության հնարավորությունները։ Ալ-Շարան ընդգծել է Սիրիայի հավատարմությունը տարածքային ամբողջականությանը, պետական ինստիտուտների պահպանմանը։ Շարան նշել է, որ նոր Սիրիան պատրաստ է բաց ու կառուցողական գործակցության փոխադարձ հարգանքի հիման վրա։ Թրամփը վերահաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը Սիրիայի ժողովրդի խաղաղ ու միասնական պետություն կառուցելու ձգտումներին, ողջունել հրադադարը եւ աջակցություն հայտնել ռազմական ուժերի պետական կառույցներին ինտեգրման գործընթացին։
Դիվանագիտական այս ակտիվության ֆոնին Թրամփը նաև դրական է գնահատել ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը, նշելով, որ գործընթացը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ Թրամփը այլ մանրամասներ չի հայտնել։ Հիշեցնեմ, որ 4 օր առաջ Աբու Դաբիում տեղի են ունեցել ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա երկօրյա եռակողմ բանակցություններ, որոնք կողմերը որակել են կառուցողական եւ պայմանավորվել շարունակել դրանք արդեն այս շաբաթ նույն վայրում։ Թրամփի ուշադրության առանցքում շարունակում է մնալ Գրենլանդիան, որն այսօր իր սառույցի տակ թաքցրած հնարավորություններով փոխում է աշխարհաքաղաքական խաղի կանոնները եւ գրավում աշխարհի ուժեղների ուշադրությունը։ Ինչ է թաքցնում Գրենլանդիան սառույցների տակ, ռեպորտաժում։ Տասնամյակներ շարունակ Գրենլանդիան աշխարհի քարտեզի վրա պարզապես սառույց էր։ Մի վայր, որտեղ թվում էր ոչինչ չի փոխվում։ Տարածք, որը կարծես դուրս էր մեծ քաղաքականությունից, բայց այն, ինչ սառույցը տարիներ շարունակ թաքցնում էր, այսօր մեկ շնչով փոխում է աշխարհի խաղի կանոնները։ Կղզու տարածքի գրեթե 80%-ը ծածկված է սառցադաշտերով, ձմեռները երկար են ու խիստ, ջերմաստիճանը երբեմն հասնում է -50-ի։ Այս պայմանները երկար ժամանակ Գրենլանդիան պահել էին աշխարհաքաղաքական հետաքրքրությունից դուրս։ Սակայն 20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբից ամեն ինչ սկսեց փոխվել։ Գլոբալ տաքացման պատճառով սառույցը սկսեց հալչել եւ բացվեց ոչ միայն ցամաքը, այլև տարիներով թաքնված հնարավորությունները։ Գրենլանդիան, որ հարուստ է եւ շինարարական քարով եւ մետաղական ռեսուրսներով եւ նաեւ վառելիքային ռեսուրսներով, կարելի ասել այս պահին շատ քիչ օգտագործված է եւ հարուստ պաշարները պահպանված են։ Սառույցների տակ հայտնաբերվեցին նավթի եւ բնական գազի պաշարներ, որոնք այսօր արդեն հաշվարկվում ու գնահատվում են որպես ապագայի էներգետիկ ռեսուրս։ Նավթի եւ գազի պաշարները հիմնականում ընկած են շելֆային գոտում, ափամերձ շելֆային գոտում, ինչպես գիտենք, կղզիների համար, կղզի պետությունների համար, մինչև 200 ծովային մղոն այդ տարածությունը համարվում է տնտեսական գոտի եւ Գրենլանդիայի այդ տնտեսական գոտում առկա են նաեւ նավթի եւ գազի պաշարներ։ Գրենլանդիայի ողջ տարածքում հայտնաբերված են բազմապիսի օգտակար հանածոներ, նրանց թվում մետաղական, շինարարական նշանակության։ Բայց Գրենլանդիայի իրական արժեքը միայն նավթը չէ։ Այստեղ կան հազվագյուտ մետաղներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը։ Էլեկտրոմոբիլներ, վերականգնվող էներգիա, բարձր տեխնոլոգիաներ, ռազմական արդյունաբերություն։ Բարձր տեխնոլոգիաների համար, որոշ ռազմական տեխնիկայի համար, զինտեխնիկայի համար, տեխնոլոգիաների համար կան որոշ հազվագյուտ մետաղներ եւ նյութեր, որոնք անհրաժեշտ են դրա համար եւ այդ նյութերը գուցե ունի նաեւ Գրենլանդիան։ Առնվազն դա են նրանք ասում։ Իրենց պետք են այս rare earth minerals, հազվագյուտ մետաղներ։ Այդքան էլ կարեւոր չէ թե հենց ինչ է իրանց պետք։ Կարեւորը այն է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, երբ մի երկրի ղեկավարը կարող է իր հարևանին ասի, ես պետքա քեզ վերցնեմ։ Ու այդ հարևանը ոչ մի բանով չկարողանա խանգարի իրան կամ հակադրի։ Դա նշանակում է, որ մենք ապրում ենք ջունգլիում։ Կղզին ունի նաև ուրան, ռեսուրս, որը միաժամանակ եւ էներգետիկ աղբյուր է եւ քաղաքական լծակ, եւ որի շուրջ միշտ էլ եղել է մրցակցություն։ Ուրանով նույնպես հարուստ է եւ աշխարհում առաջատարներից է համարվում Գրենլանդիան, որ շահագործված չէ այդ պաշարները կամ շատ քիչ քանակությամբ են օգտագործել, դա նորից եմ ասում պայմանավորված է այդ սառցապատ տարածքների առկայությամբ։ Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ ուրանի հանքավայրերի շահագործման հետ կապված տարածքը նոսր բնակեցված է եւ կարծես թե այնտեղ էկոլոգիական ինչ-որ խնդիրներ գոնե մարդկանց նկատմամբ չի առաջանում։ Ըստ միջազգայնագետ Սողոմոնյանի, կղզու աշխարհագրական դիրքը շատ կարևոր նշանակություն ունի նաև ռազմական պաշտպանական տեսանկյունից, քանի որ այժմ ընթանում է աշխարհակարգի վերաձևման գործընթաց։ Հյուսիսային տարածաշրջանում ունենալ ռազմական տեսանկյունից գերակա դիրք, տիրապետել աշխարհագրորեն վերահսկել այս տարածքին եւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաշվի առնելով են հանգամանքը, որ ինքը ավանդաբար տասնամյակներ շարունակ հանդես է եկել արևմուտքի որպես
հովանավոր, Եվրոպայի հովանավոր, ինքը իրեն վերագրում է այդ արժանիքը, որ պետք է ինքը վերահսկողություն ռազմական հաստատի։ Բայց Գրենլանդիայի արժեքը միայն հողային ու էներգետիկ ռեսուրսներով չի սահմանափակվում։ Կղզին գտնվում է Արկտիկայի սրտում, այնտեղ, որտեղ նախկինում անանցանելի համարվող ծովային ուղիները այժմ կարող են էապես կրճատել Եվրոպայի եւ Ասիայի միջև առևտրային ճանապարհները։ Արկտիկան աստիճանաբար դառնում է նոր տնտեսական խաչմերուկ, ուժերի բախման նոր կետ։ Նոր հնարավորություններ են առաջանում։ Հնարավորություններից մեկը հյուսիսային ծովային ուղիներն են, այդտեղ նոր այդպես նավագնացային ճանապարհներ են բացում Եվրոպայի եւ Ասիայի միջև տրանսպորտային, առևտրային այդ կապերը ավելի հեշտացնող։ Գրենլանդիան այսօր այլևս լուրջ չէ։ Նրա սառույցները խոսում է ռեսուրսների, ծովային ճանապարհների ու ուժի լեզվով։ Եվ որքան սառույցը հալչում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, թե ինչպես է աշխարհի ուշադրությունը սևեռվել հենց այդտեղ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, ամփոփելով 2025 թվականի համագործակցության արդյունքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության համակարգմանը, առևտրատնտեսական, մշակութային մարդասիրական ոլորտների և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Գուրգեն Արսենյանը։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Մենք Իրանի կողքին ունենք մեծ նավատորմ, ավելի մեծ, քան Վենեսուելայի կողքին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Իրանի հետ կապված իրավիճակը փոփոխական է, քանի որ Միացյալ Նահանգները մեծ նավատորմ է ուղարկել տարածաշրջան, բայց կարծում է, որ Թեհրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել։ Նրանք ուզում են գործարք կնքել, ես դա գիտեմ, ասել է Թրամփը։ Եվրամիությունն ու Հնդկաստանն առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այսօր Հնդկաստանը կնքեց իր պատմության մեջ ազատ առևտրի մասին ամենամեծ համաձայնագիրը, ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Մենք դա արեցինք, մենք կնքեցինք բոլոր գործարքների մայր գործարքը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայնը։ Իսրայելը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ ստորագրել նոր 10-ամյա անվտանգության համաձայնագիր։ Ինչպես գրում է Financial Times-ը, Իսրայելը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրի կնքմամբ, որը կապահովի ամերիկյան ռազմական օգնության շրջանակ առաջիկա տարիների համար։ Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար, հայտարարել է Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Մասնավորապես Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել էլեկտրական սարքավորումների հերթական խմբականակը՝ ի պատասխան երկրի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամի։ Ֆրանսիայում վիրավորվել են Մարկ Ռյուտեի այն հայտարարությունից, թե Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների։ Ոչ, սիրելի Մարկ Ռյուտե, եվրոպացիները կարող են եւ պետք է ապահովեն իրենց սեփական անվտանգությունը, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Սիցիլիայում սողանքը կուլ է տվել տասնյակ տներ։ Մինչ այդ մի ամբողջ քաղաք տարհանվել էր, քանի որ հարյուրավոր տներ բառացիորեն փլուզման եզրին էին հայտնվել։ ԱՄՆ-ում ձնաբուկը դեռևս չի նահանջում, այն արդեն խլել է 30 մարդու կյանք։ Մոսկվայում առածյան հետևանքով հսկայական խցանումներ են, մարդիկ ստիպված իջնում են ավտոբուսներից ու ոտքով շարունակում ճանապարհը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն գիշերը որոշ շրջաններում հնարավոր է ձյուն, լեռնային վայրերում բուք։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 0-ից 2, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։